Պարոն Մխիթարյան, արդեն երկրորդ տարին է մեր շուկով համապետական վերջին զանգ է քշվում Վարդանանց հրապարակում և դուք եղաք այն մարդը, ով կարողացավ լցնել Վարդանանց հրապարակը, մենք տեսանք իշխանության ջանքերը, նույնիսկ Մակրոնը չկարողացավ լցնել այս հրապարակը, բայց ձեզ հաջողվեց։ Ինչ կասեք այսօրվա։ Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքի երիտասարդությունը, մեր քաղաքի բնակչությունը միշտ մեծ սիրով արձագանքում է այն բոլոր միջոցառումներին, որոնք մենք կազմակերպում ենք։ Երկրորդ տարին է, որ մենք կազմակերպում ենք քաղաքային անվանումը կրող վերջի զանգը, բայց գիտենք, որ տարբեր տեղերից էլ են շրջանավարտներ եկել ու շատ ուրախ ենք, որ գալիս են ու մեր քաղաքում, մեր քաղաքի լավագույն երաժիշտների կատարումներն են լսում եւ այդ օրը ավելի պայծառ են իրենց համար դարձնում։ Պարոն Մխիթարյան, ձեր նախաձեռնությունը քապահականներին հրթովեցրել է, հրավերներ են կատարում, որ երեխաները ստիպված են եղել իրենց դպրոցներում հետաձգելորը, որպեսզի մասնակցեն Հայաց պրոջեկտի համերգին, էլի ինչպես միշտ փորձում են մեղավորներ մանվել։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես իշխանում որ տեղյակ եմ, վերջի զանգերը մեկնարկում են ամսի 22-ից, այսօր ամսի 21-ն է, ես չգիտեմ ինչն են հետաձգել, ես երբևիցե չեմ լսել, որ վերջի զանգերը երեկոյան ժամը 8-ին լինեն, կարող է քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք հիմա վերջի զանգերը երեկոյան 8-ին են անում, բայց ամեն դեպքում մենք նույնիսկ ընտառաջ ենք գնացել մեր երիտասարդների խնդրանքին, ամսի 22-ից տեղափոխել ենք ամսի 21-ին, որ իրենք հանգիստ կարողանան գալ մասնակցել։ Պարոն Մխիթարյան, քանի որ հիմա պետք է շահարկվի, որ բյուջեից կողմեր են տրամադրել։ Ոչ մի դրամ Հայաստանի Հանրապետության բյուջեից, Գյումրիի համայնքապետարանի բյուջեից չի ծախսվել այս միջոցառման համար։ Այս միջոցառումը մեր նվերն է Հայաց պրոջեկտի, Հայություն մյուզիկ բենդի ու Հայաց պրոդաքշնի նվերն է մեր քաղաքի։